Կանգնեք դեպի տեսախոսները, ինչ եղավ ու կարծվեց։ Ներգրավեցիք դու։ Վերջացել ենք հնչական գործողություն։ Հայրապետության հարամայից։ Կալանքի միջնորդությունը ներկայացրել։ Ամենայն հավանականությամբ։ Պարոն Ղուկասյանին տեղափոխում են դատարան, հա։ Այս պայտերությամբ դեռևս միջնորդությունը որքան հասկանում ներկայացված չէ, բնականաբար չէ կարող ներկայացվածներ, որովհետև նոր են մեղադրանք առաջադրում։ Եվ ամենայն հավանականությամբ միջնորդությունը ներկայացնելու հետ միաժամանակ նաև պարոն Ղուկասյանին կտեղափոխեն դատարան։ Այս պահին դեռևս պարոն Ղուկասյանը ինքնազգացողությունը վատացել է, երկու անգամն էլ իր ինքնազգացողությունն է վատացել, որտեղ երկու անգամ շտապակցության մեքենա եկավ։ Չէ, ինքը չեմ ասի առողջական վիճակը նորմալ է, բայց շտապակցության մեքենան իր համար չի եղել։ Ինքան ճանապարհին ինչ-որ գործադրվել է, Այս պահին մենք նման տեղեկություն անձամբ ես չունեմ։ Իսկ մեղադրանքի մասով ինչ ասում եք, ձայնագրությունը ի վերջո, ինչ ձայնագրություն է, երբ է եղել, ինչ խոսակցություն է եղել, նայեք 4 միլիոնը։ Սկզբից հաղորդագրություն էին, որ տարածվեց դրվագների մասին, թե բրապորոնի շինությունները օրինականացնելու եւ այլն եւ այլն։ Այդ դրվագներով որևէ մեկի ժամանակ պարոն Ղուկասյանը չի եղել համայնքի ղեկավար։ Այդ դրվագները վերաբերվել են 24 թվականի դեկտեմբեր, հոկտեմբեր եւ 25 թվականի փետրվար ամիսներին, որի ժամանակ Պաշտոնակատարն այլ անձ է եղել, դուք գիտեք ով է եղել։ Բայց չի հետքում, որ դա իր խոսակցությունն է, պարոն Հերապետյան։ Նա վերջի ձայնագրության հետ կապված։ Ձայնագրության հատվածական տարածումը, որը եղավ լրատվական միջոցներում, այդ հատվածական տարածություններում որևէ խոսք չկա կաշառքի մասին։ Ընդ որում Վարդան Ղուկասյանին չեն էլ մեղադրում կաշառք ստանալու համար, այսինքն որ որևէ մեկից կաշառք։ Իսկ ինչ համար։ Մեղադրանքը վերաբերում է նման, որ իբր որևէ մեկից պահանջել է, չի ստացել։ Պահանջել է կաշառք, բայց պարոն Ղուկասյանը իր մեկնաբանությունը տվել է։ Նախ հերքել է որևէ մեկի հետ գումարային որևէ խոսակցություն լինելը։ Շատ մանրամասներ չեմ ասել, բայց ամեն դեպքում ցանկացած խորհրդակցությունների ժամանակ պարոն Ղուկասյանը բոլորի հետ խոսում է մեկ գումարների մասին։ Եթե ինքնակամ շինությունները կօրինականացվեն, իշխան կկազմի դրանց գույքահարկը։ Եվ անօրինական շինությունները օրինականացնելու պարագայում քաղաքային բյուջե ինչ գումարներ կմտնեն։ Խոսքը եթե անգամ եղած լինի, կարող է եղածնել բացառապես դրա մասին։ Ինչ վերաբերում է ձայնագրություններին, կրկնում եմ, թե ավել բան ունեն, ավել տեղեկություն ես չունեմ։ Ամեն դեպքում հրապարակված ձայնագրությունների մեջ դրանք կոնտեքստից դուրս խոսակցություններ են, որոնք կարող են վերաբերված լինել բացառապես գույքահարկերին կամ օրինականացման վճարներին։ Մեկ նրբություն, կներեք սա, մեկ նրբություն։ Վարդան Ղուկասյանը ցանկության դեպքում անգամ որևէ ապօրինի շինություն չէր կարող օրինականացնել այն պարզ պատճառով, որ դրա ժամկետը լրացել է։ Գյումրի քաղաքում մինչև 2004 թվականն է հնարավոր եղել անօրինական շինությունները օրինականացնել։ Եվ հիմա ցանկության դեպքում անգամ անհնար է դրան օրինականացնել։ Եթե օրինականացվում է անօրինական շինությունը, քաղաքային բյուջե եւ օրինականացման համար եւ հետագայում գումարներ են մուծելու։ Հիմա Գյումրու համայնքապետարանը դիմել է կառավարությանը առաջարկով, որպեսզի նոր ժամկետ սահմանեն ապօրինի շինությունները օրինականացնելու։ Եվ դրա համար կա նաև հաշվարկ, թե այսքան 1000 ապօրինի շինություն օրինականացնելու դեպքում ինչքան գումարներ կմուտքագրվեն բյուջե։ Հիմքում միայն ձայնագրությունն է։ Ախ այդ հայոյանքները կոնտեքստից դուրս անհասկանալի է դրանքում կարող է խոսքի մեջ էլ եղած լինեն կամ առհասարակ Վարդան Ղուկասյանը չի ընդունում այդ խոսակցությունները իր կողմից կատարված եղած։ Հրապետյան, այսինքն այդ ձայնագրությունը մոնտաժված է, կտրած կպցրած ինչ է։ Կարող է մեկ այլ խոսակցությունից վերած կպցրածն է մեկ այլ խոսակցության, օրինակ մեկ խոսակցության մեջ առհասարակ ձայն չի լսվում, միայն այնտեղ գրավոր տեքստն է հրապարակվում։ Ես ինչ եմ անում, դրանք ինչ ձայնագրություններ են։ Ամեն դեպքում այդ ձայնագրությունների ամբողջական տարբերակ ունենալու դեպքում կհիշի միգուցե անձը թե կոնկրետ որ դեպքին եւ ինչին է վերաբերվել եւ հստակ բարձաբանում կնա, իսկ կդորների մեջ հիմա օրինական ճանապարհով են այդ ձայնագրությունները արվել գաղտնալսումները։ Բացի ձայնագրության հրապարակ մենք այս փուլում որևէ հարց չենք դեռ բարձրացնում, որտեղ նոր մարդուն մեղադրանք առաջադրին, այսինքն որևէ process չկա։ Հիմա այդ ձայնագրությունները եղել են, չեն եղել, օրինական են եղել, չեն օրինական չեն եղել կամ ստեղծվել են եղել ինչ-որ արհեստական միջոցներով, այդ հարցերի պատասխանը Պարոն Հրապետյան, դա գտվել։ Հիմքում միայն ձայնագրությունն է, իսկ ինչ-որ մեկը ասել, օրինակ պարոն Ղուկասյանը իրենից կաշառք պահանջել, ցուցմունք կա։ Իսկ ենթադրյալ կաշառք տվողը ով է, ուր է։
Մարդը չի ճանաչում դա։ Ներողություն։ Իսկ այդ մարդուն հայտնաբերել ես, ես Այդ հարցը երևի իրեն պետք է տակ, բայց վստահաբար եթե հայտնաբերած լինեին մեղադրանքի որոշման մեջ նշված կլիներ։ Իսկ պարոն Հայրապետյան, եթե հստակեցենք այս պահին, հա, ինչ մեղադրանք է առաջադրվել, դուք ինչ եք պատրաստվում անել ձեր հետագա գործողությունները։ Այս պահի դրությամբ խոշոր չափերի կաշառքի պահանջի մասին է խոսքը, որ իբր խոշոր չափի կաշառք է պահանջել։ Իսկ թե ումից Առաջադրվել է, հայտնի է ումից, բայց մեղադրանքի որոշման մեջ չի նշված, որ որևէ մեկը ասել է, որ Վարդան Ղուկասյանի հետ կաշառքի շուրջ համաձայնություն է ձեռք բերել, այլ մեղադրանքի մեջ ըստ էության նշում է միայն օպերատիվ ճանապարհով ձեռք բերված ինչ-որ տվյալների մասին։ Այսինքն դատավարական իմաստով ապացույցի մասին որևէ տեղեկություն չկա։ Պարոն Հայրապետյան, ես մյուս ձերբակալված այսպես են 7 անձինք, ինչ ձևով են կապվում պարոն Ղուկասյանի հետ, ինչ կապերով, թելերով, գործողություններով։ Բոլորը կաչորներն շահառուներն են, այսինքն 7 ոչ, 7 անձանց, 7 դրվագներ են նկարագրված, ընդամենը մեկն է վերաբերվում Վարդան Ղուկասյանին։ Ես հասկանում եմ, որ իշխող կուսակցության համակիրները սկսեցին շտապել եւ կաշառքների շղթա ներկայացնել, թե իբր տեսեք, այսքան ընդամենը մեկ դրվագն է վերաբերվում Վարդան Ղուկասյանին։ Այն մնացած ձերբակալությունները չի իրականացվել Վարդան Ղուկասյանի դրվագի։ մի բան հասկանանք, Այսինքն այլ գործ է, մի գործի շրջանակում։ Նույն գործի մեջ այլ ժամանակահատվածում դեպքեր են, որի ժամանակ Վարդան Ղուկասյանը չի եղել համանքի ղեկավար։ Եթե այդ ընթացքում որևէ մեկը կաշառք է վերցրել խմբի կազմում, այդ խումբը եղել է համանքի ղեկավարը կամ համանքի ղեկավարի պաշտոնակատարը, այդ ժամանակ այլ անձ է եղել համանքի ղեկավարը։ Ներողություն, մի բան հասկանանք, 8 անձ ձերբակալվել է, ներառել գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, բայց բոլորին նույն մեղադրանքն է առաջադրվել, կաշառք ստանալ, այդ 4 միլիոնը բոլորի մեջ պետք է բաժանվեր։ Ասում եմ մյուսները եւս տարբեր դրվագներ կան 24 թվականի դեկտեմբեր, հոկտեմբեր, 25 թվականի փետրվար։ Ինչի բոլորին փաթեթով որոշեցին Դե հենց որպեսզի Վարդան Ղուկասյանի շուրջ աղմուկը մեծացնենք։ Ներողություն, եւս մեկ անգամ հստակ։ Որպեսզի Վարդան Ղուկասյանի շուրջ արհեստական աղմուկ, այսինքն խմբակային ինչ-որ մեղադրանք, անհատական 8 առանձին քրեական վարույթներ է նախաձեռնվել։ Հիմա միացվել են, բայց դրանք նախաձեռնվել են առանձին Մեկ վարույթ տարբեր դրվագներով, 4 միլիոն եւ 8 հոգու մեջ պետք է բաժանվել Մարտամի ճիշտ ասում։ Հիմա նայեք 4 միլիոնը, ախր դուք ասում եք 4 միլիոն։ Քերական վարույթը առհասարակ 4 միլիոնի մասին չէ։ Քերական վարույթը 24 թվականի դեկտեմբեր, հոկտեմբեր, փետրվար ամիսներին կատարված բազմադրվակ ենթադրյալ ինչ-որ գործողությունների մասին է, որը Վարդան Ղուկասյանին չի վերաբերվում։ Վարդան Ղուկասյանին վերաբերելի ինչ-որ հատված են վերցրել, կպծել են այն մյուս բազմադրվակ գործերին, որպեսզի մեկ գործի շրջանակներում արհեստական աղմուկ ստեղծեն, որ Վարդան Ղուկասյանի վերաբերյալ այսպիսի գործ է բացահայտել։ Ճարտարապետը ինչ առնչություն ունի այս գործին, պարոն Ղուկասյանի հետ, որովհետեւ դրվագով կապվում է պարոն Ղուկասյանի դրվագին։ Կոնկրետ պարոն Ղուկասյանի դրվագին այո կապվում է։ Ինչ ձևով մանրամասն։ Դե հիմա ես չեմ կարող շատ բանով ասել, իբր թե մոտավորապես այն, որ իր միջոցով ինչ որ մարդկանց հետ ինչ որ համաձայնություն է ձեռք բերել։ Միայն ճարտարապետի դրվագն է առաջվում պարոն Ղուկասյանի։ Հա, ճարտարապետի դրվագ կա նաև այլ ժամանակաշրջանում, որի հետ Վարդան Ղուկասյանը Միջոցները հայտնում էին, որ կալանքի միջնորդությունը ներկայացվեց 2 ամսով է նախ չեն կարող 3 ամսով, բայց ձերբակալման որոշումը կայացվել է դատարան խափամիջոց կալանք ընտրելու հարցի քննարկման։ Բոլորի նկատմամբ էլ նույնն է։ Չեմ կարող ասել, չեմ կարող ասել։ Իսկ Սարիկ Մինասյանն էլ ներգրավեց ամեն ինչի մեջ։ Չեմ հավատում։ Կամաց իրancs վերադարձ։ Չեմ հավատում։ Օրենքի դաշտում ամեն ինչ հնարավոր է։ Այսօրվա քաղաքական իրավիճակում բացառիկ։ Դուք հետագայում որչան կներեք էլի։ Դուք հետագայում հնարավոր է օրինակ միջնորդեք, որ Սարիկ Մինասյանն օրինակ ներգրավեն։ Նայեք, ոնց որ ասում են, այս պայթերությամբ մուշները իրենց սերը, մեղները իրենց սերը։ Եվ վստահ եմ իրենց մոտ իրական դեպքերի ձայնագրությունները կան։ Եվ այդ ձայնագրությունների մեջ համոզմունք ունեմ, թե իրական շղթաները բոլորին լավ է հայտնի է։ Եվ այդ իրական շղթան գործել է մինչև Վարդան Ղուկասյանի քաղաքապետ դառնալը։ Բայց ինչու դրանք դա չեն անի։ Միանշանակ չեն անի, որովհետև ես կրկնում եմ, այս process-ը ամենևին կաշառքի մասին չէ։ Կաշառք բառը օգտագործում են բացառապես մեկ նպատակով, որպեսզի Վարդան Ղուկասյանի հետ կապված քաղաքական process-ները փորձեն կոսկել այդ կաշառք բառի տակ ընդամենը։ Հակառակ դեպքում, եթե դուք ունեք այդքան շատ ապացույցներ փետրվարից սկսած, անցած տարվա նույնիսկ հոկտեմբերից սկսած, ինչու մինչև հիմա օրինակի համար Սարիկ Մինասյանին կամ նույն գլխավոր ճարտարապետին այդ 1 տարի առաջ տեղեկություն ունեիք, ինչու 1 տարվա մեջ ոչ մի բան չի կարող։ Հիմա դուք ինչ եք պատրաստվում անել։ Այս պայթերությամբ փորձել ամեն ինչ անել, որպեսզի
ապօրինի միջնորդությունը կալանքի մասին մերժում է։ Առաջնային նպատակը վաղվա գործողությունների դե դա դանում պետք է գնանք, որ դա անենք։ Առաջնային խնդիրը դա է։ Հիմա պարոն Ղուկասյանը ներսում է, հիմա դուրս են բերելու։ Ներսում է, հա, երբ որ դատարան միջնորդություն ներկայացրեցին, իրենք տեղափոխել։ Չէ, դες չեն ներկայացրել։ Ներկայացրել են հակակոռուպցիոն փոխանցում։ Չեն կարող ներկայացնել, եթե ներկայացրել են միջնորդություն, ուրեմն դա հերթական ակնհայտ ապօրինությունն է։ Անհնար է անձին առանց մեղադրանք առաջադրելու, մեղադրանք առաջադրելու process-ը նոր ավարտվեց։ Եթե նրանք միգուցե արդեն կալանքի որոշումներ կա, դա էլ է հնարավոր, իսկ բան չունեմ ասելու։ Վարդան Ղուկասյանին կալանավայրում միջնորդություն է ներկայացվել, այո։ Ներկայացվելու թե ներկայացվել։ Ներկայացվել դատարան։ Եթե դա ճիշտ է, դա ակնհայտ ապօրինի է։ Օրենքը հետևյալն է, նախ անձին պետք է ներգրավել մեղադրյալ ներգրավելու համար մեղադրանք պետք է առաջադրել, որից հետո նոր մեղադրյալի հետ միաժամանակ խափանման միջոցի միջնորդությունը ներկայացնեն դատարան։ Մեղադրանք առաջադրելու process-ը 5 րոպե առաջ ավարտվեց։ Ես դուրս եկա, նոր ավարտվել դուրս եկա։ Այսինքն ենթադրվում է, որ կալանքի միջնորդությունը պետք է հաջորդի դրան։ Չի կարող նախորդի դրան։ Օրենքի տեսակետից։ Իսկ սա ինչի մասն է խոսում։ Այն մասին է վկայում, որ կալանքի որոշումներ են միգուցե արդեն պատրաստ, եթե ամեն ինչ այսպես ժամանակից առաջ են։ Դուք հիմա ձայնագրություն կերտեք համարում։ Ես ձայնագրությանը նախ ծանոթ չեմ, երկրորդը ձայնագրությունը համարում եմ ոչ վերաբերելի որևէ անօրինակ։ Դա վերաբերելի չէ։ Այդ ձայնագրության մեջ կա կաշառք պահանջի մասին որևէ բան։ Միատ հատված է, թե դրան նախորդը ինչ է եղել, հաջորդն ինչ է եղել, մեջտեղն ինչ է եղել, որևէ մեկը չգիտի։ Պարոն Հարապետյան, այդ ձայնագրությունը հեռախոսային գաղտնա լսում է, թե աշխատասենյակում որտեղ տանը ինչ միջավայրում է եղել։ Իմ պատկերացմամբ դա ոչ թե հեռախոսային խոսակցությամբ, այլ հեռախոսով իրականացված ձայնագրությունը, որը կարող է իրականացնել հեռախոսային խոսակցությունը եւ դեմարդել կան։ Իսկ եմ մնացած, որը կար ըստ էության կաբինետ։ Չէ, այդ ձեր ասած դրոնովը, դա օպերատիվ նկարահանում է։ Եթե մենք նայում ենք օրենքի տեսակետից, դրանք կապացույց չեն։ Անկախ դրանից, ներկա օրենսգիրքը սահմանում է օպերատիվ հետախուզական գործունեության արդյունքները ապացույց չեն։ Կա գաղտնի քննչական գործողություն, եթե գաղտնի քննչական գործողության բանում են, ապացույց է։ Եթե որպես օպերատիվ հետախուզական գործունեություն են իրականացնում, դա ապացույց չէ, սա մեկ։ Երկրորդը հարցի մյուս կողմն է, թե իշխանով է դա օրինական։ Այսօր մեր իշխանությունին օրինական ոչ մի բան չի դարձնում։ Այսօր մեր իշխանությունին հետաքրքրում են տեղ ֆոնը ստեղծել ինչ-որ բանի։ Անկախ նրանից դա կլինի օրինական թե անօրինական։ Հիմա դա օրինական է, թե անօրինական, մենք երբ որ համապատասխան հիմքերը վերցրեցինք, որ կարող են գնահատել, այս բանը չենք կարող ասել։ Պարոն Հայրապետյան, Դա չեմ կարող ասել։ վերադառնանք տարածք, էլի, շահօգնության բժիշկները պարոն Ղուկասյանի համար չէին ներսում։ Իմ ներկայության ընթացքում ոչ։ Պարոն Հարապետյան, տեղեկություն ունեք միայն այս վարույթով է սահմանափակվելու պարոն Ղուկասյանի նկատմամբ հետապնդումը, որովհետև ընդդիմադիրները համարում են սա քաղաքական հետապնդում։ Հնարավոր է լրացվի կամ նոր մեղադրանք առաջադրվի։ Ես էլ եմ համարում քաղաքական հետապնդում եւ ոչինչ բացառել չի լինի, ավելին ասեմ, այսօրվա պարոն Ղուկասյանը սպասում էր, ինձ էլ չի որ պարոն Ղուկասյանի համար սա ինչ որ անակնկալ էր կամ անսպասելի բան էր։ Բոլորներ պարոն Ղուկասյանն էլ իր ներշրջանի մարդիկ բոլորն էլ սպասում էին, որ այս օրը հասու է ոչ թե այն պատճառը, որ ինքը ինչ-որ բան անելու է, այլ երկրի առաջի դեմքը ազգային ժողովի ամբիոնից այս հրահանգը արդեն տվել էր։ Դա ասված, որ այս հրահանգով ավարտվի եւ մյուս հրահանգին չհասնեն, մասնավորապես արիրելին ֆիզիկապես ոչնչացնելու հրահանգին։ Առավոտյան տեղեկություններ տարածվեցին, թե նրան տապալել են գետնին, բռնության են ենթարկել։ Մուտք գործելուց եղել է, այո, մուտք գործելուց եղել է շատ ես կասեի անշնորհք ձևով ներխուժում քաղաքապետարան, երբ բոլորովին դրա կարիքը չկար, վերջը այդ քաղաքապետարանում Հայաստանի Հանրապետության դրոշն ու գերբն է խփած, ինչ որ հանցավոր որջ չէին մտնում։ Մտնում էին, չնայած չգիտեմ, այդ գերբը երևի գերբի վրա Արարատ լեռը կա։ Արարատ լեռը կա, կարող է դա է մի քիչ զայրացրել ներխուժողներին, բայց ամեն դեպքում կներեք, ամեն դեպքում ներխուժումը չի եղել նորմալ։ Եթե եկել եք խուզարկության, ընդ որում Վարդան Ղուկասյանը չի ունեցել որևէ դավարական կարգավիճակ, եկել եք խուզարկության, ձեր խուզարկությունը։ Պարոն Հայրապետյան, իրեն չէին հրավիրել։ Չէ, չէին հրավիրելու, որտեղ հրավիրեին մարդը ներկայանալու էր, միանշանակ։ Ավել Այսինքն, եթե վերաբերելի չի պարոն Ղուկասյանին դուք ասում եք, բայց դեպքում գրասենյակում ինչ կարող են գտնել։ Ֆոն է պետք, ժողովուրդ ջան, ֆոն։
բոլորը տեսնեն, որ պարոն Ղուկասյանի դեմ կա կազմակերպված արձակում, ճնշում։ Գրասենյակը որն է, քաղաքապետարանը։ Չէ, իր ազնական գրասենյակն է։ Իր ազնական գրասենյակն է։ Դա մենը ֆոն, որ քաղաքում Հենց հիմա այդ Իսկ համայնքի պատկանող տեխնիկան ճիշտ է որ արգրավել են տարել։ Եղել է նաև նման դեպքեր, այո, բոլորը մեծ մասը տեղափոխել են իմ տեղեկություններով ոստիկանության Ախուրյանի բաժին, Տուգանային հրապարակ, անհասկանալի պատճառով։ վարորդներին էլ հետ է ասացին, հա վարորդներին էլ հետ է։ Վարդան Ղուկասյանը լավ համայնքապետ չէ։ Եվս մեկ անգամ այս բային արդեն դատարան Ղուկասյանի ինչ տեղեկություն։ Չկա որևէ տեղեկություն, որ նրան տեղափոխում են դատարան։ Եթե հակակոռուպցիոն դատարանում արդեն միջնորդություն է մուտք կգրել, դա ակնհայտ ապօրինի է։ Այսինքն Կաշառք ստանալու երկրորդ մաս, խոշոր չէ։ Հիմա ինչ Հոդվածը վերագրված է կաշառք ստանալ, բայց դիսպոզիցիայի մեջ ստանալու մասին նկարագրության մեջ չկա ստանալու մասին։ Գործողությունները հստակ լինեն։ Մենք սպասում ենք պարոն Ղուկասյանի գուցե դուրս անեն ու տանեն, թե Ես պետք է ծանուցվեմ այն մասին, որ թե արդյոք դատական իսկ կայանալու է համապատասխանատվի հարցերի դեպքում։ Հաջորդ դասերը հիմա հոդվածը կաշառք ստանալն է, հոդվածը բայց դուք ասացիք որ կաշառք պահանջելու բանը։ նկարագրության մեջ գրված է հոդվածի վերնագիրը կաշառք ստանալը, դիսպոզիցիան կաշառք ստանալը կամ պահանջը կամ համաձայնություն ձեռք բերելը։ Կամերով Այդ ձայնագրություններով են ապացուցում, որ կաշառքա պահանջը։ Ես ձայնագրություն չեմ ասել։ Որևէ այդ տեղեկություն մեղադրանքի որոշման մեջ չկա։ Չկա, որ ասի Պողոսն ասում է գնացի համաձայնություն ձեռք բերեցի, նա էլ համաձայնեց, չկա նման։ Ենթադրյալ կաշառք տվող այդ ձերբակալվածն է եսպեկտա թե չէ։ Հիմա ես միգուցե, բայց այսպեսի մտավախություն ավելի շատ համոզմունք ունեմ։ Ենթադրյալ կաշառք տվողն ասում է ձերբակալվածն է եսպեկտա, ասում միգուցե մենք չգիտենք։ Հա, մենք չգիտենք։ Բայց ես այլ մտավախություն ունեմ, որ այս ձերբակալությունները չեն կամ ձեզ ֆիքսեն։ Մի փոքր առաջ կգնաք։ ձերբակալությունները շարունակվող պրակտիկա են, մարդկանց վերցնում են, տանում ազատությունից զրկում են, վախեցնելով ցուցմունքներ են կորզում եւ ազատության դիմաց այդ ցուցմունքները վերցնում են ընդամենը։ Գներեք ավտոբ չթվա հարց աղբատար մեքենայից ցուցմունք վերցրել են եւ որ տարել են Որ աղբատար մեքենայից։ Չգիտեմ այդ մեքենան են տարել են երևի ինչ-որ Դե Վարդան Ղուկասյանի որդու գործից քիչ մնաց հողից է ցուցմունք վերցնեին, ես չգիտեմ։ Հա հող էին տարել թափե Վարդան Ղուկասյանի որդու մեղադրում են դրա մեջ։ Ելու ձևի հետ կապված քանի որ պարոն Ղուկասյանը եւս մեկ գործով անցնում է սադական process-ների մեջ։ Ու տեսնում ենք որ բարբերաբար գալիս է դատարան, պատշաճ ներկայանում է հնարավոր չէ պարզապես ծանուցել եւ այս դեպքում էլ նա կներկայանար դատական։ Ժորժ, միանշանակ կարիքը չկար առհասարակ նրան ձերբակալելու։ Մարտուն ակնհայտ աբոյնի անձին արդեն ձերբակալել է, այդ ձերբակալման փաստը մեկ անգամ դատարանների կողմից հաստատվել է։ Վերաքննիչ դատարանը որոշում ունի, հիշում եք, մինչև ընտրությունները, երբ էլի մասկի շոու կազմակերպեցին եւ Վարդան Ղուկասյանին դիմակավորները ձերբակալեցին։ Դատարանը, վերաքննիչ դատարանը ֆիքսել է, որ այդ ձերբակալումը եղել է աբոյնի։ Դրանից հետո բազմաթիվ process-ների Վարդան Ղուկասյանը ներկայացել է։ Հիմա այս process-ին ինչու չպետք է ներկանալ, այլ պետք է տանեին, որտեղ դրանից առաջ կրկնում եմ, երկրի առաջի դեմքը տվել է արդեն հրահանգը։ Եվ ոչ միայն այս հրահանգն է տվել, մեծ վախենամ ուրիշ հրահանգներ է տվել։ Պարոն Հայրապետյան, այս պահին ինչ իրավիճակ է, այնտեղ ինչ գործողություն իրականացվում, որտեղ դուք դրսում եք Վարդան Ղուկասյանի մասնակցությամբ այլևս ոչինչ չի իրականացվում։ Որտեղ քիչ առաջին հակակոռուպցիոն կոմիտեից էլ ասացին, որ կալանքը որպես խափամամիջոց կիրառելու միջնորդություն ներկայացել արդեն։ Ձեզ ասել են դա։ Դա ոչ, դա ակնհայտ ապօրին է։ Դա կարող է ներկայացվել, կրկնում եմ, մեղադրյալի հետ միաժամանակ։ Ես Վարդան Ղուկասյանի հետ վերևն եմ եղել։ Ինքը դատարանում չի եղել։ Չէ, հակակոռուպցիոն կոմիտեն, այսինքն բանը կալանքը միջնորդելու է դատարանի, որպեսզի ընտրեն կալանքը որպես խափանման միջոց։ Դա կարող է միջնորդելու է, բայց միջնորդությունը այս բանի չի կարող լինել օրենքի տեսակետից։ Դե հիմա մի որքան այսօր։ Դե ձերբակալման որոշման մեջ էլ է կրված, որ դատարան ներկայացնելու նպատակով են ձերբակալում։ Ինձ ասացին Գյումրի համայնքի ղեկավարի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Ներկայացվել։ Ներկայացվել, այո։ Դա ակնհայտ աբոյնի գործողությունը պատասխանատու կերպով հայտարարում։ Քնիչ ինչպես է ներկայացրել թե 72 ժամը չի։ Չէ, սա այլ ռեժիմ է, ժողովուրդ չէ, նայեք։ Անձը ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար ձերբակալում են։ 12 ժամվա ընթացքում պետք է մեղադրանք առաջադրել ու մեղադրյալի հետ միաժամանակ միջնորդություն ներկայացնել դատարան։
12 ժամվա Հիմա 12 ժամվա ռեժիմի մեջ է։ Եթե իրանք միջնորդությունը մուտքագրում են դատարան, այդ պահին մեղադիարն է պետք է լինի դատարան։ Չի կարող մեղադիարը լինել այստեղ, միջնորդությունը լինի դատարան։ Երևի գրավոր ձևակերպել են ֆիզիկապես կգնահատելով իրար։ Այլ հարց է դա, որ ամեն ինչ էլ գծած է, բայց օրենքի տեսակետից դա ակնհայտ ապրել է։ Շնորհակալ։ Սպասի մերոնց նկարեն։